Ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօր խոսալու եմ real estate-ից։ Այսօրվա topic-ը ուզում եմ խոսալ, թե ինչքան կարևոր է, երբ որ անհատը կամ ընտանիքը որոշում է բնակարան գնել, այդ process-ի սկզբնական բաժնի մասին եմ ուզում խոսալ։ Շատ անգամ հաճախորդները, երբ որ տանում եմ հաճախորդներին տուն ցույց տալու, 3 հատ տուն, 5 հատ, մեկ բավականին չափի տներ եմ ցույց տալի, 5-ից ավել, մինչև 10, շատ անգամ երբ որ տեսնում եմ հաճախորդը շատ տներ է նայում, եւս մեկ անգամ անդրադառնում ենք նրանց 3 կարևորագույն որոշմանը, location-ը, տեսակը եւ իհարկե make sure լինենք իր գնի մեջ լինի։ Այս 3-ը ես միշտ հիշեցնում եմ process-ի ընթացքում, որտեղ շատ անգամ մարդիկ սկսում են շեղվել, location-ն են փոխում, գնից ավելի բարձրանում են, ես միշտ փորձում եմ դա կոնտրոլի տակ պահել եւ հասկացնել հաճախորդներին, բացատրել, որ պետք չէ այդ կարևոր կետերից դուրս գալ, մանավանդ երբ որ խոսքը գնում է գնի մասին։ Եվ երբ որ մի տուն արդեն հավանում ենք եւ ենթադրենք այս կարևոր բաների մեջ է, իրենց ուզած location-ն է, իրենց տեսակի տանն է, իր գների մեջ է իրենց կարողության, շատ անգամ հաճախորդները կարծում են, որ էժան գինը դնելը ամենաճիշտ տեսակն է մոտեցմանը այդ transaction-ը առնելու դեպքում։ Բայց ուզում եմ մի փոքր բացատրել, թե միայն այդ տեսակով մոտիկանալը շատ անգամ դու կարող ես կորցնել այդ քո տունը, այսինքն ուրիշ մեկը կարող է, ուրիշի offer-ը կարող են վերցնել, ոչ թե քոնը։ Օրինակի համար տունը արժե $1 միլիոն եւ հաճախորդ ասում է, գիտես ինչ, բերեք 800,000 offer տամ։ Եվ ես նստում եմ, բացատրում եմ, ասում եմ, նայ, եթե 1 միլիոն է եւ ունի support անող քամպեր 1 մայլի շարավիղով, մանավանդ վերջի 6 ամիսների ընթացքում ծախված տներ կան, որ այդ տանը շատ մոտիկ են թե չափսով, թե տեսակով, թե թարմությամբ, օրինակ, ինչ կատեգորիայի մեջ են եւ ծախվել են օրինակ 920, 950, 1.1, ես ասում եմ, տես, եթե դու 800,000 offer առաջարկես, նրանք լուրջ չեն վերցնի մեր offer-ը։ Այդ դեպքում ինչն է իմ strategy-ն։ Ես ասում եմ, գիտես ինչ, արի գնին մոտիկ կամ հենց գնի չափ offer ուղարկենք 1 միլիոն։ Եվ եթե իրանք տենան, որ իրենց գնին մոտ է այսօրվա մարքեթում, շատ անգամ նրանք համաձայնվում են, որ աշխատեն մեզ հետ եւ escrow է բացում։ Ինչու եմ այսպես բացատրում, որովհետեւ իրականության մեջ ուզում ես 1 միլիոն offer դիր, ուզում ես 900 դիր եւ ուզում ես 1.1 դիր, իրականության մեջ էական չէ դա, որովհետեւ գոյություն ունի մյուս stage-ը, երբ որ escrow ենք մտնում։ Escrow մտնելուց հետո կա երկու կարևոր stage՝ appraisal եւ inspection։ Որովհետեւ իրականության մեջ ով է որոշում գինը։ Գինը հիմնավորվում է, երբ որ appraisal report-ը գալիս է։ Վերցնենք, հաճախորդը ասում է, ես 900-ից ավել չեմ ուզում տամ։ Եթե ես 900-ով offer տամ, չանսդ կարող է կորցնես, որտեվ քեզանից բացի ուրիշ offer տվողներ կան այդ տանը։ Մեկը եթե 950 տա, բնականաբար ծախողը ընտրելու ավելի բարձր offer-ը։ Իսկ երբ որ դու իրանց ուզած գինն ես տալի եւ մնացած offer-ներից է մի քիչ ավել է, նա ընտրում է քեզ, քո չանսը մեծանում է։ Երբ որ escrow ես մտնում, appraisal-ը գալիս է, օրինակի համար client-ը ասում է 900-ից ավել չենք տալի։ Շատ լավ։ Մտանք escrow, appraisal-ը եկավ 930, չէ՞։ Այդ ժամանակ արդեն մենք negotiate անելու տեղ ունենք։ Այսինքն ծախողը արդեն գիտի, որ իր տունը մյուս վաճառողին, եթե չհամաձայնվի, որ իջացնի 930-ի, արդեն ինքը գիտի, որ իր տան գինը 930 է։ Այսինքն ըստեղ արդեն իրեն agent իրեն բացատրում է, գիտես ինչ, քո տունը overprice է դրած մարքեթում։ Եթե ես հաճախորդին բաց թողենք, մենք կարող ենք արդեն ունենանք մեծ problem, քանի որ այդ appraisal report-ը գրանցվում է սիստեմներում եւ մյուս transaction-ների ժամանակ բանկերը դա տենում են։ So ինչ է ասածից միտքը։ Եթե հաճախորդը սիրել է մի տուն, ես փորձում եմ հասկացնել իրենց այս միտքը։ Եթե սիրել ես, ուզում ես այս տունը չկորցնես քո ձեռքից, պետք է մոտեցումդ ճիշտ քայլերով անել։ Այսպես ասած, կներեք բառիս համար չխրտնացնենք դիմացի agent-ին կամ հաճախորդին, որ իրանք այս գլխից մեզ լուրջ չվեկալեն։ Որտեղ եթե շատ ցածր offer ես տալի,
եւ հետո դեռ տունը մարքետում է, հետ ես գալի ասում ես լավ ուզում եմ բարձրացնեմ, իրանք արդեն լրջորեն չեն մոտիկանում դիմացի էջենտին, մտածում են այս էջենտը խաղեր է տալիս եւ լուրջ չեն նայում, ավելի շատ քո ֆայլը մի կոմ են դնում, քո offer-ը մի կոմ են դնում եւ նայում են ուրիշ offer-ների ավելի իրենց լրջորեն եկած offer-ներին։ So, այս process-ը շատ կարևոր է ճիշտ հասկանալ, որովհետև վերջում գինը ով է որոշում։ Ոչ իրականության մեջ մենակ իմ կարծիքն է, դիմացինի կարծիքն է, ծախող էջենտի կամ հաճախորդի կարծիքն է եւ ոչ էլ իմ առնողի կարծիքն է։ Appraisal-ը հիմնավորում է իրական գինը այդ տան այսօրվա մարքետում։ Դրա համար եթե ուզում ես տունը գնես, ճիշտ offer-ով մտի escrow եւ երբ որ appraisal-ն ու inspection-ը գա եւ գինը կարող ես արդեն իջեցնել, նորից համաձայնության սեղանին պիտի նստենք եւ այդ offer-ը adjustment-ներ անենք։ Եթե ծախողը չիջացնի 930, դու հեշտությամբ կարող ես հրաժարվել քո deal-ից եւ քո 3% deposit-ը, որ դրել ես escrow-ում, առանց որևէ hold-ի հետ պիտի տան քեզ։ Իսկ եթե չհամաձայնվի, այդ դեպքում իհարկե քո ռիսկը լինում է appraisal-ի կամ inspection-ի fee-ն, որ պետք է վճարես։ Եվ եթե դու պատրաստ ես այդ 1000 կամ 1200 կամ $1400 ռիսկը վերցնես, որ այդ տանը կարողանաս գնել եւ fight անել inspection-ի եւ appraisal-ի պատճառով, որ այդ տունը քո ուզած գնին մոտիկանա, դա արդեն քո, այսպես ասած, որոշումն է։ Մի փոքր ուզեցի բացատրել այս transaction-ի այս սկզբնական process-ի սկիզբը, թե ինչքան կարևոր է ճիշտ սկսելը։ Սա Մայիս Կարիբյանն էր, եթե հետևում եք իմ YouTube-ի անալիքին, շնորհակալություն, եթե առաջի անգամ եք subscribe արեք, հետևեք, տարածեք, եւ եթե հարցեր ունեք ինշուրանսի հետ կապված կամ real estate-ի, անպայման կապնվեք ինձ հետ։ Մայիս Կարիբյան, stay tuned։